Մինչև շոկերի թեմային անցնել, ուզում եմ մի փոքր ամփոփել 2022 թվականի եղանակակլիմայական անոմալիաները։ Սկսենք մարտից, մարտին ունեցանք շատ առատյան տեղումներ հանրապետությունում, հատկապես մարտի 20-ից 25 ընկած ժամանակահատվածում հանրապետության առանձին բնակավայրերում ցանցածքը հասավ մինչև 1 մետրի, որը տարվա մարտի 3-րդ տասնօրյակի համար մեր հանրապետությունում աննախադեպ կլիմայական երևույթ էր։ Այնուհետև մայիսը աչքի ընկավ նորից մթնոլորտային ցուցակների ներբուժումներով, մայիսի 20-ին եւ 24-ին մի շարք լեռնային շրջաններում դիտվեցին ցան տեսքով տեղումներ, առանձին հատվածներում լեռնային գոտիներում առաջացած ծնածածկույթ, նույնիսկ 5-ից 10 սանտիմետր բարձրությամբ, որը մայիսի 3-րդ տասնօրյակի համար ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում նորից աննախադեպ կլիմայական երևույթ էր մեր երկրի համար։ Հիմա մենք գտնվում ենք ջերմային ալիքի ազդեցության գոտում, որը մեր երկիրը ներթափանցել արաբական թերակղզու անապատների շրջաններից։ Ջերմային ալիքի ներթափանցումը սկսվել է հուլիսի 10-ից, հուլիսի 10-ից մինչև 16 ընկած ժամանակահատվածը ամենատաք գոտում հանրապետության խոսքը վերաբերվում է Արարատյան դաշտին, Արագածոտնի նախալեռնային գոտիներին եւ Երևանին։ Հուլիսի 10-ից 16 ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանները տատանվել են ցերեկային ժամերին 38-ից 40 աստիճանի սահմաններում։ Երեկ հուլիսի 17-ին այդ ջերմային ալիքը ավելի ինտենսիվացավ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում 2-ից 3 աստիճանով եւս բարձրացավ։ Եվ երեկ ցերեկը մենք Արարատյան դաշտում եւ Երևանում գրանցել ենք մինչև 40-ից 41 աստիճան տաքություն, այդ ջերմությունը պահպանվել է մոտ 2-ից 3 ժամ, այսինքն ցերեկը ժամը 15-ի սահմաններում ջերմաստիճանը հասավ 40-ին եւ մինչև 17-ը այդ 40-41 աստիճան տաքությունը ուրեմն պահպանվում էր։ Բացի այդ, քանի որ բավական տևական ժամանակ տեղումներ չենք ունեցել եւ դրան ուղեկցում է բավականին բարձր ջերմային ֆոնը, օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-ից 7 աստիճանով, հատկապես նախալեռնային եւ հովտային գոտիներում առկա է շատ բարձր կարգի հրդեհ իրավիճակ։ Ջերմային ալիքի առկայությամբ պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի ինտենսիվությունն է բավականին բարձր նորմայից եւ ազգաբնակչությանը մենք խորհուրդ ենք տալիս 11-ից 17 ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Եվ մի փոքր նայենք վիճակագրությանը այս շոկերի հետ կապված, ես ուզում եմ ասել, որ հատկապես վերջին տասնամյակում այս շոկերը հանրապետության համար դարձել են սովորական երևույթ, որովհետև գրեթե ամեն տարի կրկնվում են, հատկապես շատ ինտենսիվ շոկեր են գրանցվել 2017-18 թվականներին, երբ 40-42 աստիճան տաքությունը Արարատյան դաշտում եւ Երևանում պահպանվել է մոտ 10-ից 15-ով, եւ ընդհանրապես վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե մինչև 2000-ական թվականները 40 աստիճան Երևանում եւ Արարատյան դաշտում դիտվում էր միջինը 5 տարի մեկ անգամ, ապա 2000-ից 2010 թվականներին դա գրեթե սկսել է կրկնվել ամեն տարի, իսկ 2010 թվականից հետո դա ոչ թե տևում է 1-2 օր, այդ ջերմային ալիքների տևողությունը միջինը պահպանվում է մինչև 5-ից 7 օր։ Ամեն դեպքում պետք է ասեմ, որ երեք գրանցված ջերմաստիճանները չեն գերազանցել մեր պատմական առավելագույն արժեքները, ես ուզում եմ հիշեցնել, որ մեր պատմական ամենաբարձր ջերմաստիճանը առավելագույն ջերմաստիճանը 2011 թվականի հուլիսի 31-ին գրանցվել է Մեղրիի հատվածում 43.7 աստիճան եւ Երևանի հատվածում հուլիսի 17-ին 42.0։ Մենք երեք ունեցել ենք մինչև 41, որը 1 աստիճանով ցածր է պատմական առավելագույն արժեքից։ Եվ անդրադառնամ կանխատեսմանը, մինչև հուլիսի 21-ը ներառյալ այդ ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է, ջերմաստիճանը կտատանվի Երևանում եւ Արարատյան դաշտում 38-ից 40 աստիճանի սահմաններում, լեռնային մարզերում մինչև 30-33 աստիճանի սահմաններում, միակ փոփոխությունը կլինի այն, որը չի ազդի բնականաբար ջերմային ֆոնի վրա, որ հատկապես օրվա առաջին կեսից մինչև կեսօր որոշակի անպամատություն կդիտվի, որը հետո դեպի կեսօրից հետո կցվի։ Եվ 22-ից հետո արդեն այդ ջերմային ալիքը աստիճանաբար նահանջում է դեպի հարավ, իր տեղը զիջելով
սեկտորի կողմից եկող համեմատաբար սառնոթային մոզակների, որոնք պետք է ասեմ այդքան էլ ինտենսիվ չեն, ըստ կանխատեսումների 22-ից 25 ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը աստիճանաբար 4-ից 5 աստիճանով նվազի եւ արդեն 23-ին 24-ին մենք 38-40-ի փոխարեն ցերեկային ժամերին Արարատյան դաշտում եւ մայրաքաղաքում գրանցենք մինչեւ 34-35 աստիճան ջերմություն։ Տեղումներ դեռևս հորիզոնում չեն երևում, որովհետեւ ներխուժածոթը շատ չոր է, հարաբերական խոնավությունը ցերեկային ժամերին իջնում է մինչեւ 10-12%։ Այնտեղ մի փոքր տեղումների հավանականություն հյուսիսային շրջաններում առաջանում է 22-ից 20, հատկապես Լոռի, Տավուշ, Շիրակ այդ հատվածներում, որոնց հավանականությունը փոքր է, բայց չի բացառում, որ առանձին բնակավայրերում կարճատև անձրևներ լինեն։ Արարատյան դաշտում եւ Երևանում դեռևս անձրևի մասին խոսք լինել չի կարող։ Հանրապետության տարածքում վերջին օրերին այո ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Արարատյան դաշտում, Երևանում եւ Արարատյան դաշտի նախալեռնային հատվածներում, խոսքը վերաբերում է Աշտարակ, Ուրցաձոր, որոնք մի փոքր 1000 մետրից բարձր են, 1100-1200 մետր բարձրությունների վրա, նույնպես 40